Ողջույն հանաբազորյա հացի սիրելի ունգընտիրներ։ Այսօր պիտի խոսիմ ցեզի շատ խիստ բախարագական եւ սուրբ քարոզային պատկամը ուղված Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Գդրիչ Ներսիսյանի վերջի հայտարարության Հովանավանքի մեջ մատուցված սուրբ բադարակը սրբաբիղծ բեմականացում գոչելու գավակցությամբ։ Սիրեիներ, այսօր պիտի խոսենք այն դժնտակ բահու մասին, երբ եկեղեցվո քահագալը իր իսկ շրթներով կբղձե սրբությունը, եւ այն, ինչ տեղի ունեցավ վերջերս Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դարարացած հայտարարությամբ, կմնա ոչ միայն խայտարակություն, այլ բացարձակ հոգևոր աղետ։ Երբ հայրապետը իր իսկ ստորագրությամբ, իր հայտարարությամբ կհամարձակվի սուրբ բադարակ մգոչել սրբաբիղծ բեմականացում, այն ավելին է, քան անգիտություն կամ անսկայություն, այդ հարձակվիլ է Աստուծո սուրբ գործին վրա։ Ով է Գդրիչ Ներսիսյանը, որ իսկապես իրավունք պիտի ունենա վերաբահե որոշելու, ուր Աստված կլսե աղոթքը եւ ուր ոչ։ Ուր է, ով կհամարձակվի ասել, այս աղոթքը Աստուծո կամքին չի հասած կամ ականջին, որովհետև ինձի չեն հիշադակած պատարակի ընթացքին կամ որովհետև գադարող կահանան անարդարությամբ գարկալույց հրճակված է։ Արդյոք այսպիսի մեկը քահագալ է որ կխոսի, թե ամպարտավան մարդ, որ զայն Աստուծո դեղը գտնե։ Երբ Քրիստոս պատմեց Մաքսավորի եւ Փարիսեցի աղոթքի արագը, ինչ ասավ։ Դասամ ճշմարիտ կսեմ ցեզի, Մաքսավորը ավելի արտարացած գնաց իր դունը եւ ոչ թե Փարիսեցին։ Այսինքն Աստված գլսե խոնար սրտի աղոթքը, ոչ թե այն, որ ամպարտավանությամբ կգարձե ինքն է արտարության չափանիշը։ Բայց հիմա դեսեք ուր հասանք։ Փարիսեցիներուն ավելի գուրացած ցև մը կտեսնենք մեր օրերուն։ Մայր Աթորը, որ պիտի լար եկեղեցվո մայրական սիրտը, դարձած է անողորմ դատավոր, իսկ հայրապետը մարդոց աղոթքները անվավեր համարող ամպարտավան դատախազ։ Եվ ինչ էր անոնց մեղքը այդ ժողովրդին։ Միայն այն, որ չարդասանեցին հայրապետի անունը պատարակի ընթացքին եւ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկա էր։ Այսինքն աղոթքը բղձվեցավ, որովհետև մարդկային անունը չարդասանվեցավ։ Եթե սրբությունը մարդոց անունով կչափվի, ուրեմն Աստված դարձած է քաղաքական կորչի արարգա։ Այս մտածողությունը գունենա միայն ան, որ կշփոթե քահը քահագալին հետ եւ կմոռնա, որ քահը սուրբ է, բայց քահագալը մեղավոր մարդ։ Մայրաթորը այսօր անարգեց ոչ միայն Հովանավանքի բադարակը, այլ ինքն սուրբ խորհուրդը, որովհետև սուրբ բադարակը, երբ կմատուցվի ըստ կարգին, Սուրբ Հոգին իջած է անոր վրա, անկախ ով կնշվի կամ ով կկատարե։ Եվ երբ հայրապետը կհամարձակվի այդ աղոթքը անվանել բեմականացում, կկատարվի մեծագույն սրբաբղծությունը Սուրբ Հոգվո գործը մարդոց լեզվով բղձելը։ Սուրբ գրքի մեջ միայն մեկ մեղք կա, որ չի ներվիր, Սուրբ Հոգուի դեմ հայհոյությունն է։ Եվ ահա Մայրաթորը այսօր կմոտենա այդ անդունդին։ Զարմանալին այն չէ, որ մարդիկ մոլորության մեջ են։ Զարմանալին այն է, որ հայրապետը ինքը կդառնա մոլորության աղբյուրը։ Եկեղեցին ինքզին կոչեց սրբության պահապան, բայց հիմա անիկա դարձած է սրբության դատավոր, եւ երբ սրբությունը կտատվի, սրբաբղծությունը կօրհնվի։ Եվ ով կօրհնե այդ քրությունը։ Նույն ցերկը, որ դարիներ շարունակ լրեց մանկաբիղծ հոգևորականներուն, գաշարագեր իշխանավորներուն եւ սրբապատկեր ծախող գղերականներուն դեմ։ Բայց երբ բարձ մարդիկ աղոթքով եւ խոնարհությամբ, առանց քահագալի անունի հիշելու, հետևելով իրենց հովիվին, կգանքնին Աստծո դիմաց, ահա կհայտարարվի սրբաբիղծ բեմականացում։ Սա այլևս եկեղեցի չէ, սիրեիներ։ Սա բեմ է,
ուր տերասան գխաղա սրբություն չագերդյալ, բայց կխոստովանի իր տերը բղձելով սուրբի անունը։ Եվ երբ ժողովուրդը դեսնե, որ մայր ատորը իրեն հայհոյեց, ան գեհերանա ոչ թե աստուծմե, այլ այն աբագանութենեն, որուն անունը դուրսեն էջմիածին է, բայց ներսը պդած տուն։ Սա ժամանակի ամենամեծ ողբերգությունն է, և զարմանալի չէ, որ այսօր շատերը կհարցնեն, ուր է Աստծո ձայնը մեր մեջ, որտեղ է ան արդարությունը, որ պիտի կանգնեցնե այն մարդը, որ խոնար աղոթքը գոչեց բղծություն։ Եվ եթե այսօր հայրապետը բղծություն կհամարի Աստծո ծառայությունը, վաղը ինչ պիտի գոչե ինք իր դղյակի ջոխությունը, իր ձախված լրությունը, իր բաժանված ժողովրդի արդյունքը։ Սուրբ Գիրքը գսե. «Ըսկուշ եղեք, քանզի դատաստանը կուքա Աստծո դունեն սկսելու»։ Եվ ահա քահակալին խոսքը բացավ դատաստանի դուռը, ոչ թե դեպի աղոթող ժողովուրդը, այլ դեպի ինքը, քահակալը, որովհետև ան ոչ թե ուրիշներուն, այլ Աստուծո սուրբ աղոթքը անարգեց, իսկ ով որ անարգե սուրբը, ան արդեն իսկ դատապարտյալ է։ Ահա թե ինչու այս հայտարարությունը միայն քաղաքական սխալ չէր, ան հոգևոր ինքնասպանություն է, որովհետև մայր ատորը գդրեց կապը իր իսկ ժողովրդին հետ, որովհետև եթե ժողովրդին աղոթքը բեմականացում է, ուրեմն նաև ժողովրդին հավատքը դերասանություն է, իսկ եկեղեցին առանց ժողովրդին քարաշեն բեմ է միայն, և եթե այդ բեմին վրա կբարձրանա մարդը, որ զլացավ Աստծո անունը լսել իր ժողովրդեն, ապա այդ բեմը իսկապես սրբապիղծ է, ոչ թե ժողովրդի համար, այլ իր խոսքով զայն բղծողին համար։ Եվ այսօր պետք է ասենք բարձրացայն, Աստված չի բնագիր կահակալի բալատներում մեջ, այլ աղքատ սրտերում մեջ։ Աստված չի լսեր արձատով զարտարված մեդալյա զանքերու ցայնը, այլ այն լուր աղոթքը, որում մեջ հիշադակում չկա, բայց կա Սուրբ Հոգի։ Եվ Աստծո աչքին այդ մեկն է իսկական պատարագը։ Գդրիչ Ներսիսյանին պետք է հիշեցնել Մովսեսի և Կորեհի պատմությունը, եթե գիտե, եթե կարդացած է։ Երբ Կորեհ ասավ. «Բոլորը սուրբ են, ինչու միայն դուն», Աստված ինքը իջավ և դատաստան տեսավ, բայց այսօր հակառակ պատկերը կտեսնենք, կահակալը, որ ինքզին կենտադրե միայն սուրբը և զրկված ժողովրդի մեղադրե։ Այդտեղ հեռու չէ Աստծո դատաստանը։ Այս հայտարարությունը ու անոր ոճը ցույց տվին, որ մայր ատորը այլևս սուրբ չէ, այլ Սուրբին անունով կառավարչություն, այն, որ պիտի օրհնե աղոթքը, այսօր կմաղթե անոր անվավերությունը, որոնք մաքուր կմնան հակառակ ամենայն անարդարության։ Սիրելիներ, մեր սրբությունը ոչ ոք չի կրնար անվավեր համարել, ոչ հայրապետ, ոչ մայրապետ, ոչ մայր աթոր և ոչ իշխանություն, քանի որ մեր սրբությունը Աստծո ներկայությունն է մեր մեջ, և երբ անկուքա, ոչ մեկ գահ կրնա կանգնիլ իր դեմ։ Այն օրուն, երբ Աստված պիտի հարցնե. «Ո՞ւր է քո եղբայրդ, որ աղոթքը բեմականացում կոչեցիր», այդտեղ պատասխան պիտի չգտնվի, քանի որ այն, որում մեջ չկա սեր, արդեն իսկ դատապարտյալ է։ Սիրելիներս, իմ կոչումն ու պարտականությունն է ավետարանի ճշմարտությունը ձեզ տեղեկացնել, իսկ ձեր պարտքն է լսել, հասկանալ և կիրառել։ Ես ձեզ կիրազեկեմ ոչ միայն ավետարանի ճշմարտությունը, այլ այդ ճշմարտությունը մեր օրերուն անտեսելու անահռելի վտանգի մասին։ Ես անպարտ եմ ձեր արյունեմ, ոչ ոք կրնա ըսել, որ չէ լսած ճշմարտությունը։